Անենք Ալիկ Ալեքսանյան, մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ։ Այսօրվա բացման հետ կապված ինչ ակնկալիքներ եւ ինչ հեռանկարային նպատակներ ունեք։ Առհասարակ շարժման հետ կապված ոչ մենակ ես եւ ավելի քան համոզված եմ ամբողջ հայ ազգը շատ մեծ հեռանկարներ է տեսնում եւ մեծ ակնկալիքներ ունենք մեր վաղվա օրվա հետ կապված բոլորս։ Ինչ եք անելու դուք դրա համար։ Մեծ աշխատանք ենք կատարում այս պահին եւ շատ մեծ աշխատանք ունենք կատարելու։ Հնարավորինս մանրամասն ներկայացնում ենք հանրության մեր աշխատանքները, ինչը որ կատարում ենք, մեր վաղվա տեսլականի մասին եւ շարժման շրջանակներում ամեն հայ հնարավորություն եւ իրավունք ունի մասնակցելու այդ աշխատանքներին, ինքն էլ իր լուման ունենա վաղվա մեր օրվա կատարվելիք աշխատանքների մեջ։ Կներեք Շարժմանը միացողները Այո, օրեր առաջ հայտարարեցինք, որ արդեն 4000-ն անցել են թիվը միացողների, գնալով շատանում են ու դեռ շատ կշատանան։ Ինչ առաջարկներ են ներկայացնում։ Ինչ առաջարկներ են իրենք ներկայացնում։ Քանի որ շարժման միացող հայրենակիցների հետ ունենք հանդիպման ֆորմատ, հաճախակի հանդիպում ենք շաբաթը մի քանի օր, ընդունելության օրեր են հանդիպում ենք, տարբեր առաջարկներ ունեն, թե տնտեսական, թե քաղաքական, իրենց հարցերով են գալիս, իրենց խնդիրներն են բարձրացնում, քննարկումներ են ունենում թե իրենց խնդիրների, թե խնդիրների լուծման ճանապարհների շուրջ։ Հանդիպումների ընթացքում լինում են, որ բավականին հետաքրքիր մարդիկ, բավականին հետաքրքիր անցյալով, մասնագիտություններով իրենց ցանկությունն են հայտնում, որպեսզի միանան աշխատանքային խմբերին։ Իսկ երիտասարդները ավելի շատ ինչ մտահոգություններ, ինչ առաջարկներ ունեն։ Պես պահին, որ շատ մանրամասնեմ, թե երիտասարդներին հստակ մի քանի բան առանձնացնեմ, ինչ է հետաքրքրում, շատ բան է հետաքրքրում, ինչպես երիտասարդներին եւ առհասարակ բոլորին իրենց վաղվա օրը, իրենց ապահով վաղվա օրն է եւ տնտեսական զարգացած Հայաստանն է հետաքրքրում։ Գրասենյակը որ երրորդն է արդեն Հայաստանում եւ ինչ գործունեություն է ծավալել։ Եվ արդյոք մեծ է Գյումրիում մեր ձևով շարժման հանդեպ հետաքրքրություն։ Կարծում եմ եւ համոզված եմ, որ այո, ինչպես եւ մնացած բոլոր համայնքներում եւ մարզերում այդ մասին խոսում են նաեւ մեր մարզային այցերը եւ Գյումրիում այս տոնական օրով որոշել ենք, որ բացենք այստեղի գրասենյակներ եւ ցավով պետք է նշեմ, որ վատ համընկում եղավ եւ բոլորս հույսով վերջը սպասում ենք, որ կսթափվեն մարդիկ, բայց երեք դատավճիռ եղավ Սրբազանի 2 տարվա, որը որ անկարելի էր, երևի այսքանը։ Քանի գրասենյակ ունեք այդպես ասացի, թե սա առաջինն է գրասենյակը։ Ձեզ հերթով կներկայացնենք, հերթով կբացենք, թող դա մնա մի փոքր չեմ ուզում ասեմ գաղտնիք, բայց ավանակնկալ կլինի, հերթով բոլոր համայնքներում կբացենք ու կներկայացնենք հանրությանը, որտեղ ենք բացում։ Ինձ կներեք, գնանք բացման